Ողջույն, Career City Fest-ի թերթի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս MBA բաժնի ղեկավար Սերգեյ Թանթուշյանին։ Բարև ձեզ, պարոն Թանթուշյան։ Բարև ձեզ։ Պարոն Թանթուշյան, երբևէ չենք լսել մի հաջողակ առաջնորդի մասին, որը ունի միայն բարձր IQ։ Հետաքրքիր է, ինչու է առաջնորդության մեջ հատկապես անհրաժեշտ ունենալ բարձր EQ նաև ու հատկապես ստրեսային եւ այդպես վճռորոշիչ պահերին։ EQ-ն էմոցիոնալ ինտելեկտի մասին է, հուզական ինտելեկտի մասին է խոսքը, դե շատ են խոսում IQ-ի մասին, որպես ինտելեկտուալ գործակից կամ խելքի գործակից, էմոցիոնալ ինտելեկտը այսօր դառնում է ել ավելի կարևոր։ Ասեմ ինչու, առաջինը IQ-ն բավականին բարդ կոնցեպտ է եւ դու չգիտես ոնց իրան զարգացնես, ինքը որտեղից է գալիս եւ այլն, օրինակ կան վերլուծություններ, որոնք որ ցույց են տալիս, որ ICN է IQ-ն, կան վերլուծություններ, որոնք որ ասում են, որ հիմնականում ձեռքբերովի է, իհարկե բոլորը գալիս է նրան հասնում, որ երկուսը միասին, բայց թե ինչ տոկոսայնությամբ շատ դժվար է հասկանալ, բայց իրականում հիմա արդեն նոր վերլուծություններ կան, որոնք որ ասում են, որ դա ոչ էլ կարևոր է հաջողության համար, այսինքն բարձր IQ-ի եւ հաջողության, իսկ հաջողությունը վերցնում են թե ֆինանսական եւ թե հոգեկան երջանկության ոնց որ միաձուլում, տենց մի հատ գործակից չէ, բայց տենց մի հատ կոնցեպտ են ստեղծել եւ տեսել են, որ այդ երջանկության, այսպես ասած, գործակցի եւ IQ-ի միջև կորելացիա չկա ընդհանրապես, այսինքն ես չէ որ դու պետք է բարձր IQ ունենաս, որպեսզի լինես հաջողակ այս կյանքում։ Հետևաբար IQ-ն այդքան կարևոր չի լինում քո հաջողության համար, բայց շատ մեծ կարևորություն կա EQ-ի։ Իսկ EQ-ի բարձր մակարդակի եւ քո լավ առաջնորդ լինելու կամ քո հաջողակ լինելու մեջ այ կա իսկապես կորելացիա։ Ինչու, նախ ասեմ EQ-ն ինչ է, ընդհանրապես ինքը 5 մակարդակից բաղկացած կոնցեպտ է եւ իր սրտում ոնց որ սոխի նման, մի քանի պատկերացնենք շերտավոր, իր հիմքում ընկած է ինքնաանդրադարձը, այսինքն ինչքանով ես լավ դու ինքդ ճանաչում քեզ եւ քո հույզերը։ Ինքնարեգուլյացիան մյուս մակարդակն է, սոցիալական հմտությունները ամենավերջում են, բայց դրանից առաջ գալիս է նաեւ ինքնամոտիվացիան եւ էմպաթիան։ Այսինքն ինքդ քո նկատմամբ հոգ տանելը։ Ոչ միայն ինքդ քո նկատմամբ, այլ ավելի շատ ուրիշների նկատմամբ դու ոչ միայն կարեկցես, այլ նաև պատրաստ լինես իսկապես գալ ինչ որ իրանք են զգում եւ ինչ որ գործողություններ կատարես։ Այսինքն այդ 5 մակարդակները, եթե դու բոլորը ունես կամ աշխատում ես կամ անընդհատ զարգացնում ես, այդ ժամանակ կարելի է համարել, որ դու ունես էմոցիոնալ բարձր ինտելեկտ։ Հիմա առաջնորդի գործում ինչի է դա դառնում ել ավելի կարևոր, որտեվ եթե ինքնաանդրադարձը քո մասին է, ապա մնացած կարելի է ասել բոլոր մակարդակները էմոցիոնալ ինտելեկտի մասին, դա քո արտաքին միջավայրի մասին է, իսկ առաջնորդները շատ աշխատում են արտաքին միջավայրի հետ, կլինեն դա իրենց աշխատակիցները, թե դա կլինեն ընկերության կլիենտները, պարտներները եւ մնացած հանրությունը, այլ այսպես ասած շահառուները, դրանք բոլորը մտնում են անմիջական առաջնորդի ֆունկցիաների մեջ եւ քանի որ այդ շփումը լավ է ստացվում այն դեպքում երբ որ դու կարողանում ես զգալ մյուս ֆիդբեք ընդունել, հետադարձ կապ ընդունել եւ ունես այդ սոցիալական հմտությունները, կարողանում ես շփվել, ապա եւ համարվում ես լավ առաջնորդ, հենց այդ պատճառով EQ-ն շատ մեծ նշանակություն ունի քո հաջողության համար որպես առաջնորդ։ Իսկ ինչ պետք է անել, որպեսզի բարձրացնի մարդ իր EQ-ն։ Նախ եւ առաջ պետք է անընդհատ արտաքին եւ ներքին աղբյուրներից օգտվելով փորձել ինքդ քեզ ավելի շատ ճանաչել, ինքնաանդրադարձը հենց այդտեղից է գալիս։ Այսինքն եթե մենք փակ ենք օրինակ հետադարձ կապին եւ մենք չենք ընդունում, եթե մենք չենք կարողանում լսել դիմացիներին, մենք ենք անընդհատ խոսում եւ այլն, պրոբլեմա չես զարգանում, այդ ինքնաանդրադարձը չես զարգացնի։ Հաջորդը ինչ կարելի է անել, դա սամարեգուլյացիան է, ինքնակառավարումը։ Այսինքն բավական չէ միայն ասել, որ ես այսպիսինն եմ։ Okay, բայց դրա համար դու ինչ ես անում։ Այսինքն ռազմավարություններ է պետք մշակել, որպեսզի այդ քո ինքնաճանաչման ընթացքում բացահայտված, օրինակ բացասական կողմերը կարողանաս շտկել։ Պետք է այդ էմպաթիայի վրա աշխատել, այսինքն փորձել հասկանալ դիմացինի զգացմունքները, ինչպես նաև թե քո գործողությունները ինչ զգացմունքներ է արթնացնում դիմացինի մոտ,
հա։ Ինքնամոտիվացված լինելը ես կարծում եմ շատ տարբեր ձևերով են կոչվում, իքիգայ են կոչվում կամ կոչվում են, չգիտեմ, քո կյանքից երջանկություն են կոչվում, քո կյանքից հաճույք ստանալ եւ այլն, կարևոր է դա գտնել, որպեսզի ինքնամոտիվացված լինել եւ մոտիվացիադ չկապել արտաքին գործոնների հետ, այլ փորձել դա գտնել քո ներքինի մեջ եւ իհարկե վերջինը զարգացնել քո սոցիալական հմտությունները։ Մենք խոսում ենք դա բանավոր կոմունիկացիայի մասին, ոչ վերբալի մասին, գրավոր կոմունիկացիայի մասին, հանրային խոսքի մասին։ Բնականաբար, ես օրինակ իմ հաղորդակցության դասի ընթացքում նաև ավելացնում եմ 5-րդ մակարդակը, որ կոգնիտիվ մակարդակն, այսինքն մտածողության մակարդակի վրա, որը նույնպես մեզ բերում է էմոցիոնալ ինտելեկտին, ինքնավարդարձին եւ մնացածը կողմ։ Ձեր դասախոսությունների ժամանակ հաղորդակցման մասին խոսելիս դուք հաճախ շեշտում եք ճշգրիտ, բայց ներշնչող լինելու ուժը։ Եվ ինչն է մեծամասամբ պակասում մեր գործարար եւ հանրային խոսքում, հետաքրքիր է։ Ասեմ ձեզ, ուրեմն այս ամեն ինչը իմ դասախոսությունը ընդհանրապես ես փորձել եմ ամերիկյան մոդելով կազմել, որը որ շատ հեշտացնում է եւ ֆորմուլայիկ ալգորիթմական ձևի մեջ է մտցնում, հա, բոլոր կոնցեպտները, որոնք որ շատ խորքային են, որոնք որ փորձի վրա են հիմնված, որոնք որ ձևավորված են մարդկանց առանձին տարբեր փորձերի արդյունքում, այսինքն շատ ինդիվիդուալ են եւ սիտուատիվ կարող է լինել, ես հեշտացնելու համար փորձել եմ դա ներկայացնեմ որոշակի ֆրեյմվորքների, ֆորմուլաների տեսքով։ Եվ ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ պակասում է մեր առաջնորդներին կամ գործարարներին կամ ընդհանրապես մարդկանց, այդտեղ ոչ մի դժվար բան չկա, պետք չի, չգիտեմ, տարիների փորձ կամ ինչ որ տենց, հա, պետք է օրինակ ուշադրություն դարձնել 3 մեխանիկական, 3 այդ այսպես ասած մկաններ է կարելի ասել, զարգացնել։ Առաջին մկանը դա լոգոսն է։ Այսինքն համոզիչ լինել, համոզիչության կոմպոնենտներ ման գալ մեր խոսքի մեջ, մեր գործողությունների մեջ եւ այլ ռացիոնալ մակարդակի վրա։ Այսինքն փորձել դիմացինին համոզել փաստերով, տվյալներով, անհերքելի ճշմարտություններով եւ տրամաբանական շղթաներով։ Երկրորդ կոմպոնենտը համոզիչության դա պաթոսն է, այսինքն էմոցիոնալ համոզիչություն։ Եվ վերջինը դա էթոսն է, այսինքն քո անձով համոզիչություն, անձնական մակարդակի վրա, քո վարկանիշն է դա, քո խոսալու ձևն է, դա քո անցած փորձն է, դա այն ամբողջ ռեպուտացիան է, որ դու բերում ես այս կոմունիկացիայի մեջ, դա էթոսն է։ Շատ կարևոր է բացի այդ 3 կոմպոնենտները ուղղակի կիրառելուց, նաև պետք է հասկանալ, թե դու ինչ սիտուացիայում ես դա կիրառում, այսինքն լոգոսային իրավիճակում, եթե դու լոգոսով համոզես, կստացվի կոմունիկացիան եւ համոզիչ կլինես, բայց եթե օրինակ պաթոսային իրավիճակում, որ էմոցիոնալ արձագանք է պահանջում եւ դու խոսում ես էմոցիոնալ օրինակ մասաների հետ, դու փորձում ես լոգոս կիրառել, այսինքն լոգիկայի մակարդակով, կամ ուղղակի ընդհանրապես քո վարկանիշով ես ասում առանց օրինակ պաթոսային կամ լոգոսային, եթե պահանջվում է կոմպոնենտների, չի ստացվում համոզիչություն։ Այսինքն բացի այդ 3 կոմպոնենտը իմանալուց եւ պատրաստվելուց եւ այլն, կարծում եմ մեր առաջնորդները պետք է նաեւ հասկանան, թե ինչպիսի սիտուացիա եւ ինչպիսի մարդու հետ են խոսում, որպեսզի ճիշտ գործիքը համապատասխան կիրառեն։ Մարդիկ հաճախ ասում են, որ մենք չենք հաղորդակցում, որովհետև վախենում ենք թյուրըմբռնումից։ Այ հետաքրքիր է ձեր օրինակով խնդրում եմ ներկայացնեք, թե ինչպես եք հաղթահարել այդ թյուրըմբռնումից, թե որ ձեզ սխալ չհասկանան։ Երբ որ վերցնում ես ամբողջական պատասխանատվություն քո կոմունիկացիայի համար, հա, եւ հասկանում ես, որ թյուրըմբռնումը ոչ թե ինչ որ տենց դժբախտ պատահար է տեղի ունեցել, այլ դա քո մեղքն է։ Սկսում ես շատ ավելի ռացիոնալ, շատ ավելի սառը դատել, հա, դրա պատճառների համար հետ կապված եւ սկսում ես պատճառների հիմքերից վերցնել եւ ուղղել, շտկել դրանք։ Ես կարծում եմ հենց ամենակարևորը դա է, եթե պատասխանատվություն վերցնես եւ ասես մի վարքյան, ես եմ եղել, ոչ թե դիմացինն էր հիմար, ոչ թե դիմացինը ինձ չհասկացավ, այլ ես չհասկացրեցի, այսինքն ես ինչ-որ բան սխալ պլանավորեցի, սխալ ռազմավարություն կիրառեցի, սխալ տրամադրության մեջ կամ նույն այդ համապատասխանությունը իմ համոզիչության 3 կոմպոնենտների կիրառեցի այս մարդու համար, կամ ֆիդբեք տվեցի այն ժամանակ, երբ որ ինքը փակ էր, այսինքն չբացեցի այդ մարդուն եւ դրա համար չստացվեց իմ կոմունիկացիա։ Այդ թյուրըմբռնումը ուզում եմ ասեմ, դա մեր մեղքն է։ Եվ հենց որ մենք դա գիտակցում ենք, ստացվում է արդեն դրա հետ աշխատել։
Այ հետաքրքիր է, այսօր շատ խոսեցինք AI-ի մասին, մեր օրերում, երբ AI-ը զարգացում է ապրում եւ առաջիկայում ել ավելի նոր զարգացումներ ապրելու, հետաքրքիր է հաղորդակցությունը հետին պլան, ավելի շուտ հետին պլան չի գնալու, չի նվազելու մարդկանց միջև հաղորդակցումը։ Հետաքրքիր է այս առումով ինչ կարծիք ունեք եւ որ հատկանիշներ են մնալու զուտ մարդկային AI-ի դարում։ Գիտեք, ես մտածում եմ, որ կարելի ասել չի փոխվելու ընդհանրապես միշտ AI-ը երբեք արհեստական բանականությունը չի ունենալու, այդ էմոցիոնալ կապը չի ստեղծելու user-ի հետ եւ այլն։ Արի ուտես որ ստեղծում է հենց կոնկրետ իմ AI-ը, ինձ այնքան լավ է ճանաչում, չեք պատկերացնում։ Այսինքն ես իրան ինչ-որ բան եմ հանձնարարում, ասում եմ դե դու քանի որ խաղեր ես սիրում, խաղային ոճով ես դասավանդում, ես քեզ այսպես բան կառաջարկեմ։ Ու ես արդեն սկսում եմ վախենալ այդ ամեն ինչի համար, էմոցիոնալ կապ է ստեղծվում եւ այլն, հումոր է սկսում անել AI-ը եւ այլն։ Բայց ես կարծում եմ, օրինակ ես ունեմ հանձնարարություններ իմ ուսանողներին, հատուկ, հա, ուրիշ դասախոսները օրինակ պատժում են նրա համար, որ օգտագործվել է արհեստական բանականությունը աշխատանքի մեջ, ես հատուկ ունեմ հանձնարարություն համագործակցելու արհեստական բանականությունը եւ միասին նամակ գրելու, բայց այստեղ որտեղ է իմ ուսանողի ավելացված արժեքը, AI-ի հետ շփման ճիշտ ոճը, ոչ թե ասենք չեմ շնորհակալություն ասելու մասին եմ խոսում հիմա, այլ ավելի շատ ճիշտ prompt կամ ավելի ճիշտ հստակ գրելն է, իրան այդ խնդիրը ճիշտ տալն է դառնում նոր հմտություն։ Այսինքն, այո, կոմունիկացիան փոխվելու է, միգուցե ավելի գիտեք ոնց որ սեղանի խաղերը, չէ, երբ որ տեխնոլոգիաները առաջ եկան, մարդիկ սկսեցին ավելի շատ օրինակ խաղերը խաղալ տեխնոլոգիաների միջոցով, կոմպյուտերի միջոցով, կամ չեմ PlayStation-ը, Xbox-ը եւ այլն, այլ ոչ թե սեղանի խաղեր, բայց սեղանի խաղերը վերադարձան որպես նիշային ավելի փոքր, բայց շատ ավելի խորը, շատ ավելի ցանկալի մի հատ ինչ-որ product։ Նույն ձևի օրինակ վինիլային սկավառակները, չէ, բոլորը MP3-ին եւ մնացած տեխնոլոգիաները առաջ եկան, հետ մղեցին LP-ները, հա, պլաստինկաները, բայց դրանք հետ վերադարձան որպես ավելի լավ, ավելի որակյալ։ Ես կարծում եմ մարդկային հաղորդակցությունը դառնալու է նիշային product, բայց կարծում եմ ավելի հարուստ է լինելու, ավելի հարստանալու է, որովհետև նախ եւ առաջ մենք դա ավելի շատ ենք գնահատելու, մեկ, եւ երկրորդը ինքը լինելու է շատ ավելի աուտենտիկ, իրական, իսկական։ Ես կարծում եմ դա է լինելու փոփոխությունը, ես կարծում եմ AI-ից պետք չի վախենալ, պետք է իրան օգտագործել իօգուտ մեզ, ավելի լավ նամակներ օրինակ գրելու, ավելի լավ լեզվով, ավելի լավ քերականության օգտագործմամբ եւ այլն, բայց պետք է նաեւ լավ ճիշտ կարողանալ շփվել AI-ի հետ եւ դա կլինի մեր շփման մի առանձին ինչ-որ մի հատ մաս, հա, բայց մեր մարդկային շփումը այլ շատ կարեւոր, միգուցե ավելի փոքր, բայց շատ ավելի արժեքավոր եւ խորքային մասա մնալու կարծում եմ ես։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Ձեզ շատ շնորհակալ եմ։